Բարի օր իմ սիրելի թանկագին բարեկամներ, դուրս ծածկում եմ աշոտ այնտեղ նորություններն ալսում, որ հեռուստացույցի ձայնը չխանգարի։ Վերջապես ուզում եմ YouTube-ի ալիք բացելու մասին ձեր հարցերին պատասխանեմ։ Սպասեք մի հատ արագ սուրճ դնեմ ու սկսենք։ Ձեր գրած հարցերը դուրս եմ գրել։ Ես էլ ինչ գիտեմ, ժողովուրդ ջան, ինչ գիտեմ այդ եմ ասելու։ Շատ թունդ չանեմ, առավոտ թունդ էի սարքել սուրճը։ Դուք էլ սուրճ սարքեք, միասին նստենք, ես կխոսեմ, դուք էլ կլսեք։ Փոքր գրիչ էլ վերցրեք, ինչ նշումներ որ կուզեք կանեք։ Այնպես չի, որ ես մասնագետ եմ, չնայած որ ունեմ YouTube-ի ալիք, ես ասել եմ, հիմա էլ եմ ասում, ինձ օգնել եմ, որ բացեմ YouTube-ի ալիք։ Ես ձեզ կասեմ այն, ինչ որ ես գիտեմ։ Ու հարցեր ունեք, այդ հարցերն էլ կպատասխանեմ, երևի իմ ասածի մեջ արդեն ձեր հարցերի պատասխաններ կլինի։ Ինչևէ, ժողովուրդ ջան, ես ուզում եմ, որ օգնեմ, ինչո՞ որ ես կարող եմ սիրով կօգնեմ։ Որտեղ գիտեմ, որ մարդիկ կա մտածում են իրանք էլ ալիք բացեն, չգիտեմ ոնց անեն, սուրճը պատրաստ է, անջատենք, ահա սիրելի բարեկամներ, միշտ խոհանոցում եմ նստում, երբ որ ուզում եմ այսպես մի բան խոսամ, որովհետև այնտեղ Աշոտը նստած հյուրասենյակում հեռուստացույց նայում, այնպես աստացում ենք միշտ տանն լինում, երբ որ ես տանեմ ինքն էլ տանը, ու դրա համար չեմ կարողանում, որ այնտեղ նկարեմ։ Դրա համար այստեղ այմ նկարահանման ստուդիան, այսպես ասեմ։ Ուրեմն սիրելի բարեկամներ, ասենք մի անգամից գործի։ Ուրեմն նշումներ եմ արել, որ ոչ մի կարևոր բան չմոռանամ։ Լավ, ես արագ երևի այսպես անեմ, հարցերը մի հատ արագ հարցերը կարդամ, արագ պատասխանեմ, հարցերը իհարկե ինչը որ վերաբերում է YouTube-ի ալիքին։ Էլի հարցեր ունեք կամ մեկնաբանություններ, որոնք որ պատասխանեն ակնկալում, դրանք առանձին հետո հաջորդ երևի վլոգների մեջ կանդրադառնամ, որովհետև հիմա որոշել եմ այս մի վիդեոն մենակ նվիրեմ YouTube-յան ալիք բացելու ու դրան վերաբերող հարցերին։ Ուրեմն Վարդուին հարցնում է. Բարի օր ձեզ, ալիքը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, հարցնում է, գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում ինչքան բաժանորդ պետք է ունենաք կամ հոլովակի ինչքան դիտում, որ արդեն գումար ստանաք։ Ես ինչ որ կասեմ, ես ընդհանուր կասեմ, սիրելի Վարդուհի, այս հարցին առանձին չեմ պատասխանի, որովհետև ինչ որ ասելու եմ, այս հարցի պատասխանը մեջն է, բայց ես կոնկրետ Հայաստանի համար չեմ ասում, ինչ որ ասում եմ, ես ընդհանուր եմ ասելու, սիրելի բարեկամներ, եթե Հայաստանի համար ինչ որ բան տարբեր է, պետք է արդեն Հայաստանում ճշտեք, ես չեմ կարող ասեմ, ես այստեղ եմ բացել, իմ ալիքը բացվել է այստեղ, Հայաստանում չի բացվել, Վարդուհի ջան։ Անուշը հարցնում է, բարև ձեզ, այսօր առաջին անգամ տեսա ձեր վլոգը ու շատ հավանեցի ձեզ։ Շնորհակալ եմ, Անուշ ջան, ասեմ, որ ես էլ եմ ուզում վլոգներ գցեմ, բայց չգիտեմ ոնց կստացվի, կասեք ձեր նշած ստուդիան ինչպես ներբեռնեմ, անպայման կասեմ, Անուշ ջան, անպայման, շատ լավ կստացվի, մի կասկածեք։ Նելին հարցնում է, խոհարարական բացելու համար ինչա պետք, ասեք տիկին Սվետլանա ջան, Նելի ջան, խոհարարական բացելու համար նույն բանը ինչ որ մյուս վլոգ կամ մյուս ալիքներ բացելու համար, մոտիվացիա, ցանկություն, որ ուզում եք խոհարարական ինչ որ բաներ անել, եփել, թխել ու մնացածը արդեն շուտով կասեմ։ Էրնան հարցնում է, բարի երեկո Սվետլանա ջան, ինչպես եք երկ դնում, որ YouTube-ը վլոգ չի անում։ Էրնա ջան, դա էլ եմ ցույց տալու կամ ասելու ավելի շուտ չեմ ցույց տալու, կարամ հենց հիմա մի անգամից ասեմ, հետո նորից կասեմ, մտնում եք YouTube-ի ձեր ստուդիա, բայց ոչ թե ձեր ստուդիան, որ քաշել եք հեռախոսի վրա, այլ Google-ով մտնում եք YouTube ստուդիա, այնտեղ լոգին կլինեք, կմտնեք ձեր ստուդիան, Google-ով մտնում եք ձեր ստուդիան, հասկացաք, չէ՞ ոնց Էրնա ջան, մտնում եք ձեր ստուդիան, այնտեղ ձախ կողմի ներքևը որ նայեք մենյուն, ներքևը կա audio library, կարծեմ այդպես է կոչվում, audio կամ audio library, այդտեղ երաժշտություններն են, որոնք որ կարելի է ներբեռնել։
այդտեղից կընտրեք լիքը ցանկաբերում, այդտեղից կարող կընտրեք երաժշտությունները ու այնտեղ նաև կտեսնեք, ասենք կա երաժշտություն, որ այնտեղ պետքա որ այդ քաշում եք, այդ երաժշտությունը պետքա արտիստի անունը ոնց որ նշվի։ Իսկ ես հիմնականում նայում եմ այդտեղից, ամեն ինչ այնտեղից եմ երաժշտություն, ես այնտեղից եմ վերցնում, ինչ որ վերցնում եմ, նայում եմ, որ իմ համար հեշտ լինի։ Մի անգամից այնպիսի երաժշտություններ եմ ընտրում, որ դաունլոդ եմ անում ու արդեն իմ հեռախոսի վրա է լինում, հետո արդեն վիդեոները սարքելուց մի անգամից դնում եմ վրա։ Նորից էս կասեմ հեսա հետո մի քիչ ավելի ուշ։ Ֆլորան հարցնում է, Սվետա ջան, կասես ինչպես են հաշվում ամեն օրվանը, թե ամբողջ ամիսն են գումարում, հետո ինչն են հաշվում, գրանցումները, թե դիտողները, թե լայքերը։ Սվետլանա ջան, կներես հարցերիս համար, մերսի։ Ֆլորա ջան, երևի մի հարցը կարող է սրանա վերաբերվել, հիմա չգիտեմ, չեմ հիշում, նախ ոչ մի ներողության բան չկա, սիրով կպատասխանեմ, հանգիստ հարցեր կարող ես տալ, ոչ մի խնդիր չկա։ Ուրեմն ասեմ, հաշվում են, ամեն օր հաշվում, YouTube-ը դա ամեն օր հաշվում ու հետո բնականաբար ամիսը որ լրանում է, այդ ամեն օրվա հաշվածներով ամսվա արդեն եկամուտն է ստացվում, ուրեմն ինչն են հաշվում են դիտումները, թե ինչքան դիտումներ է լինում, դիտումներով է այդ գումարը գոյանում, դիտումներով, իհարկե այնտեղ էլի տարբեր բաներով է գումարը գոյանում, էլի նորից կասեմ, բայց հիմնականում դիտումներով, իսկ այդ լայքերը, որ ասում եք գրանցվածները, դիտողները, այդ լայքեր բաները նրա համար է, կամ մեկնաբանությունները, որ ասում եք մեկնաբանություն գրեք կամ լայք դրեք, դա ասում եք, որ դրանով ալիքը տարածվում է ու ոնց որ ակտիվ է լինում, YouTube-ը շատ մարդկանց է առաջարկում այդ վիդեոն, դրա համար է, իսկ գումարը հաշվում է դիտումներով, մի րոպե տեսնեմ այստեղ էլ ինչ հարց կար, հարցեր ոնց որ այսքանն եմ գրել, հուսամ ոչ մի հարց չեմ բաց թողել, անգամ եթե բաց եմ թողել, ես հիմա ամեն ինչ մանրամասը կասեմ ու եթե հարցեր կան, դրանց պատասխանը արդեն ինստինկտիվ կլինի իմ ասածի մեջ։ Ես ամբողջությամբ նշել եմ ժողովուրդ ջան, որովհետև երբ որ այսպես սպոնտան ձևով սկսում եմ ասել, մոռանում եմ կարևոր բաները, կարող եմ մոռանամ կարևոր բաներ չասեմ։ Ուրեմն, ինչա պետք, եթե ուզում եք YouTube-ի ալիք բացել, մի հատ լավ մտածեք, ես խորհուրդ կտամ իհարկե բացեք ու ընդհանրապես ձեզ պետք է մի հատ հեռախոս սկզբի համար, մի հատ հեռախոս, որ լավ կամերա ունենա, լավ նկարի, դեպի իմ հեռախոսը պետք է փոխվի, կամերան արդեն հին հեռախոս է, իրև 4-5 տարվա։ Մի հատ հեռախոսա պետք ու վերջ, ու ցանկություն է պետք։ Ինչ եք անում, եթե մեյլ չունեք, Google-ում մեյլ եք բացում ձեր համար, այսինքն հաշիվ եք բացում ձեր համար, այդ պարտադիր է։ Ուրեմն, եթե մեյլ ունեք, ուրեմն արդեն շատ լավ է։ Իսկ Google-ում մեյլ ոնց եք բացում, ես նշել եմ այստեղ accounts.google.com, այդտեղ մտնում եք ու մեյլ եք բացում, իսկ ինձ հիմա համարյա բոլորը մեյլ ունեն։ Անգամ իմ հասակակիցներին ասեմ, որ պարապեք, ես գիտեմ մի բանից հաստատ մի քանի, եթե ոչ մի քանի բանից մի բանից հաստատ դուք շատ մեծ շնորհք ունեք, ես վստահ եմ, իմ սիրելի հասակակիցներ, իմ քույրիկներ, ինչ շատ դիտում են իմ հասակակիցները, ուրիշ տարիքի մարդիկ են դիտում, բայց ես գիտեմ, որ ամենաշատ ես դիտում են իմ հասակակիցները, այդպես 55-60 մինչև 65 տարեկանները։ Դուք էլ լավ լսեք, ուշադիր լսեք, դուք էլ բացեք, զբաղվեք ձեր համար, կողքսել մի 2 կոպեկ փող կաշխատեք։ Ուրեմն, մեյլը բացեցիք, հետո ինչ ենք անում։ Հետո մտնում ենք YouTube, ես նշել եմ այս ամեն ինչ, որովհետև ինձ օգնել են, դրա համար ես ամեն ինչ այդպես չգիտեմ։ 10 անգամ ասեցի, անցնենք առաջ։ Ուրեմն, մեյլը բացեցինք, հետո մտնում ենք YouTube ու այնտեղ մտնելու ենք, մուտք ենք գործելու արդեն այդ մեյլով։ Այդ որ նոր բացեցին, կամ արդեն ունենք, եթե արդեն ունենք, այդ ձեր մեյլով մուտք է գործում YouTube։ Ինչ ենք անում հաջորդ քայլը։ Պետք է ալիքը ստեղծենք։ Դե բնականաբար պետք է մտածենք, թե ինչ ալիք ենք ստեղծում։ Խոհարարական է, թե վլոգներ է լինելու, թե խառը ինչ ասես լինելու է։ Այնտեղ նշում ենք ուրեմն ստեղծել ալիք, դե որ բացեք արդեն կտեսնեք, ստեղծել ալիք, կարող անգլերենով կամ ուրիշ լեզվով, ձեր մոտ չգիտեմ, սեղմում եք դրա վրա ու արդեն մտնում եք, այսպես ասած, ձեր ալիք, ձեր պրոֆիլն եք մտնում։
Այդ պրոֆիլում բնականաբար պետք է, եթե խոհարարական է, նայեք ինչ նկար եք դնում, ինչ ետնանկար ու ինչ գլխավոր նկար, պրոֆիլի նկար եք դնում։ Եթե կարճ ասած դուք եք որոշելու այդտեղ ինչ նկար եք դնելու, անուն պետք է մտածեք, որոշեք ինչ անուն եք դնելու ձեր ալիքին։ Հետո, իդեպ անուն բանը հետո հնարավոր է էլի փոխել, բայց ցանկալի է չփոխվի, որովհետև որ սկզբում գրանցում ենք մի անունով, հետո փոխում ենք անունը, արդեն եթե մարդիկ ուզենան էլ փնտրեն, այն մի քիչ դժվար է, փոխված անունով դե չի բերում, այն հին անունով էլ արդեն չկա ալիքը։ Այնպես որ լավ մտածեք անունը, հետո նոր դրեք անունը, բայց ինչևէ կարաք փոխեք, այդ իմացեք, արդեն 14 օրը մեկ կարելի է անունը փոխել։ Ուրեմն մտնում ենք անվան տեղը ու անուն ենք գրում այնտեղ, ալիքի անունն ենք գրում, նկարը դնում ենք պրոֆիլի, ետնանկարը դնում ենք, ես այստեղ նշել եմ, թե դուք որտեղից կարաք նկարներ դնեք, եթե ձեր նկարը չեք դնում, ուզում եք ինչ-որ օրինակ խոհարարական ալիք է, ուզում եք ինչ-որ սիրուն, չգիտեմ, խոհանոցի կամ ճաշի կամ ինչ-որ բանի նկար դնեք, մրգի, բանջարեղենի նկար դնեք, ես օրինակ շատ եմ օգտվում Pixabay-ից, ես էսա կգրեմ այստեղ Pixabay-ի, այդտեղից եմ օգտվում, մտնում եմ, նշում եմ, Google եմ մտնում ու նշում եմ գրատիս նկարներ ու այդ անունն եմ գրում Pixabay-ում, ձրի նկարներ, որ հետո ինչ-որ հեղինակային իրավունքի խախտում չլինի։ Ուրեմն կմտնեք, օրինակ այդտեղ կարաք գրեք, կամ կարող դուք ուրիշ տեղից նկար վերցնեք, բայց կարևորը նայեք, որ հեղինակային իրավունքի խախտում չլինի, չկանգնեք փաստի առաջ։ Հետո ուրեմն նկարները դրեցինք, անունը գրեցինք, նկարները դրեցինք, ինչ ենք անում։ Այնտեղ նկարագրության բաժին կա, հիմա դուք իմ ալիքն էլ որ նայում եք, այն վերևը որ սեղմում եք, ալիքի մասին մի փոքր, ես չնայած մի քիչ գրել էի ջնջեցի, որովհետև հետո որ ալիքը մի քիչ պրոֆիլը փոխվեց, ջնջեցի, բայց մարդիկ մի փոքր մեկնաբանություն գրում են, ով է ինքը, ասենք, ով է, ինչով է զբաղվում, այնտեղ կարաք դնեք ձեր սոցցանցերի ուրեմն լինկերը կամ կապի համար ինչ-որ մեյլ գրեք, ոնց որ ես եմ գրել, ասենք մեյլ գրեք, որ մարդիկ ուզում են ձեր հետ կապեն, կամ մեյլ չեք ուզում գրեք, կարաք մենակ օրինակ Instagram, Facebook, եթե ունեք, կարաք այդ լինկերը դնեք, որ մարդիկ ձեր հետ կարողանան կապվել։ Այդպես, հիմա ասենք առաջ, ինչ ուրեմն վիդեո պետք է նկարեք, դե բոլոր հեռախոսներով էլ, հա մի բան ասեմ կարևոր ժողովուրդ ջան, որ նկարելուց անպայման հեռախոսը հորիզոնական կպահեք, այսպես ուղղահայաց չպահեք, այս դիրքով պարտադիր է այդ։ Ուրեմն վիդեոն նկարում եք, ինչ-որ նկարում եք, ասում եք խոհարարական, շատ լավ, խոհարարական արդեն դուք պայմանները ստեղծեք, սիրուն դրեք, նկարեք, կարող ձեզ պետք լինի մի հատ շտատիվ, կարող է չէ, հաստատ պետք կլինի մի հատ շտատիվ, կարաք թեմու մեժանա պատվիրեք, վերջը, շտատիվ ունենաք հեռախոսը վրան դնեք ու սիրուն արդեն մնացած է լուսավորությունն էլ է կարևոր, իմ մոտ էլ լուսավորությունը այդքան լավ չի, ես էլ պետք է պատվիրեմ, որովհետև իմը այդ շտատիվը շուռ եկավ, լույսի հետ որ մտնում է հոսանքի մեջ կոտրվել է, դրա համար ինձ նորից պետք է, այսպես ամեն օր ես ես պարփ եմ քնելու, ասում էլի չհասցրի մտնեի թեմու նայելի, հուսամ այսօր կհասցնեմ։ Ուրեմն, ընդամենը ձեզ պետք է հեռախոս ու սկսում եք նկարել, վիդեոն նկարեցիք, ինչ եք անում դրանից հետո, այդ հարցերի մեջ էլ կար, հիմա արդեն ես էլի ասում եմ, ես կոնկրետ ուրեմն իմ վիդեոները, ես դրանով եմ մշակում, իմ համար այդ շատ հեշտ է, երև որ հենց սկզբից ինձ աղջիկը սովորացրեց դրանով, սովորեցի, դրա համար միշտ դրանով եմ անում, KitKat էլ կա, գիտեմ, մի անգամ քաշեցի, երևի շատ ժամանակ չտրամադրեցի, երկու անգամ փորձեցի, որ սրանով արագ էր լինում, այն մեկը ջնջեցի, հիմա ես անում եմ սրանով։ Դրա վիդեոն շատ հեշտ է, արդեն որ անում եք ավտոմատ բան է լինում, էլի կտեսնեք ոնց է լինում, մի քիչ կբզբզակ ու կիմանաք ոնց։ Ուրեմն այստեղ ես իմ վիդեոները մշակում եմ, ու արդեն քայլերը հերթով տալիս, այդտեղ կարող, եթե երաժշտություն եմ ուզում դնեմ, այն երաժշտությունները, որ քաշել եմ Audio Library-ից, բանի YouTube ստուդիայի, դրանցից բերում եմ այստեղ եմ դնում, երաժշտության, վերջը, կարգավորումները նայում եք ձայնը եւ այլն, դրանք անում եմ, այստեղ դե մշակում եմ ես իմ վիդեոն, ինչը որ ավելորդ է կտրում եմ, ինչը որ փոփոխություններ եմ անում, կարճ ասած,
ու ստանում եմ իմ վիդեո վերջնական։ Այսինքն մենք այստեղ որ տալիս ենք, արդեն download անում հեռախոսի վրա գցում վիդեոն, հետո մենք արդեն պետք է այդ վիդեոն գցենք YouTube։ Ուրեմն դե որ մի քիչ երկար է լինում, մի քիչ երկար է տևում այդ համմշակելն է ժամանակ շատ խլում։ Ես դա միշտ անում եմ գնացքի մեջ, գործի գնալուց, գործից ետ գալուց։ Համել հետո արդեն եթե մի քիչ երկար վիդեո է, մի քիչ երկար է տևում հեռախոսի վրա գցել ու YouTube գցելը։ Ինչևէ, հա, ես արդեն անցա, ոչինչ, հետո շարունակությունը կասեմ այդ մոնետիզացիա բանի մասին, դա էլ կասեմ ժողովուրդ ջան։ Ուրեմն, այստեղ սա այսպես, հետո արդեն դե բնականաբար եթե վիդեոն պատրաստ է, արդեն հեռախոսի վրա է, մենք մտնում ենք YouTube, YouTube-ում դա արդեն մեր հաշիվն է, այդտեղ մենք տալիս ենք պլյուսով ավելացնել վիդեո, բերում ենք այդտեղ, պարտադիր պետք է վերնագիր ունենա, վերնագիր ենք դնում, ու ինչ որ ուզում է YouTube-ը ինչ որ ասում է, խելոք անում ենք, ուրիշ ճաշ չունենք, որ չանենք, այսինքն ինչ է ուզում այնտեղ, որ երեխաների համար չի նախատեսված, այդ ենք պարտադիր նշում ու էլ ինչ է ուզում, ոնց որ թե ինչ որ կուզե արդեն կտեսնեք դուք, դրանք անում ենք ու արդեն վիդեոն գցում ենք YouTube։ Այդ էլ տևում է մինչև մի քիչ YouTube-ը ստուգում է երաժշտությունը, հետո տեսնի հո ուրիշի կոնտենտ չի, հո հեղինակային իրավունքի խախտում չկա եւ այլն։ Այդպես հիմա գանք մոնետիզացիային, ինչպես ենք փող աշխատում։ YouTube-ում ուրեմն վիդեոներից փող ստանալու, փող աշխատելու համար երկու ձև կա։ Առաջինը, ասենք շորտերի միջոցով կամ էլ վիդեոների միջոցով։ Բնականաբար երկուսի մեջ կա նաև, որ ասենք մենք նշում ենք այնտեղ եթե վիդեոների վրա ենք հիմնական աշխատում, օրինակ ես շորտերի վրա այդքան չեմ աշխատում, մարդկա մենակ շորտեր է նկարում, այդ դեպքում պետք է ունենամ, նշել եմ այստեղ, սիրելիներս 10 միլիոն շորտ, 10 միլիոն դիտում շորտերի ու 1000 բաժանորդ պետք է ունենա, որ այդ ձևով սկսի փող աշխատել։ Իսկ եթե վիդեոներ եք նկարելու, ուրեմն պետք է էլի ունենաք 1000 բաժանորդ ու վերջին 12 ամիսների ընթացքում նայած 4000 դիտում, այսինքն այն չլինի, որ սարքեք այդ ալիքը մի 2-3 տարի ձգվի, այդպես չէ, էլի վերջին 12 ամիսների ընթացքում, որ 4000 դիտում ունեցած լինեք։ Ու այդ ձևով է փող աշխատելու։ Այսինքն մի բան ասեմ այստեղ, որ մենք նաև ստուդիա ենք ունենում հեռախոսի վրա, YouTube ստուդիան քաշում ենք մեր հեռախոսի վրա, այսինքն ամեն ինչը որ արեցինք, մի հատ էլ YouTube ստուդիա ենք ունենում, որտեղ որ մենք մեր կաբինետն է այդ, մեր ամեն ինչն է, YouTube-ի ամեն ինչը մենք այնտեղ ենք տեսնում, դիտումները, փողը, ամեն ինչը մենք տեսնում ենք YouTube ստուդիայում։ Ուրեմն, դե բնականաբար, եթե այն ամեն ինչը արենք, YouTube ստուդիան էլ արդեն ունենք, ու այնտեղ մենք տեսնում ենք ինչքան դիտումներ ունենք, քանի բաժանորդ ունենք, օրական, ինչքան է աճում, որ երկրում են նայում մեզ, նայողները ուղղակի պատահական նայող են, թե գրանցված նայողներ են, քանի տոկոսն է գրանցված նայող, քանի տոկոսն է ոչ գրանցված, իդեպ իմ մոտ ավելի շատ չգրանցվածներն են նայում, այ հիմա մի հատ բաժանորդագրվեք, նոր շարունակենք, առաջացնենք։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, վերջը ամեն ինչ այդտեղ տեսնում ենք ստուդիայում, մի րոպե նայեմ ինչ եմ նշել, որ բան չթողնեմ։ Հա, ուրեմն երբ որ արդեն մենք ունենք 1000 բաժանորդ ու ունենք 4000 դիտում, արդեն ավտոմատ որ մտնում ենք ստուդիա, տեսնում ենք YouTube-ը ինքը մեզ առաջարկում է, որ կարանք օգտվենք այդ ծրագրից, այդ փող աշխատելու բանից, մոնետիզացիայից կարանք, ինքը ասում է ինչ պետք է անենք։ Այդտեղ առաջի բանը, որ ասում է ժողովուրդ ջան, հիմա արդեն անգլիզ չեմ հիշում, թե ինչ է ասում, բայց գիտեմ, որ ինքը ասում է, քայլերը մենք պետք է անենք։ Հետո ուղարկում է այդ հարկային այդ թուղթը, հարկայինի մասին, ինչը որ ինձ իմ սիրելի Նարնեն հարցրեց, ես Նարնե ջան չէի հիշում կոնկրետ, հիմա էլ չեմ հիշում, որ ես լրացրել եմ, բայց ըստ երևույթին ուրեմն մենք էլ ենք լրացրել, ուղղակի երևի աղջիկս արել, ես այդպես էլ չկարողացա այդ հիշեմ։ Ուրեմն հարկայինի թուղթ է ուղարկում, որը պարտադիր պետք է լրացվի, որպեսզի փողը կարողանաք ստանալ, որովհետև այդ հարկայինի թուղթը իրանք գցում են AdSense-ին ու փող ստանում եք, եթե չէ փողը չեք կարող ստանալ։ Հարկայինի թուղթն էլ ինչի համար է, այդ հիմնականում անում են նրա համար, որ տեսնեն Ամերիկայի ապրող ես, թե Ամերիկայից դուրս։
Եթե Ամերիկայի ապրող ես, հարկը բարձր է, այնտեղ ոնց որ մինչև 30% հարկ են վճարում այս աշխատած գումարից։ Իսկ եթե Ամերիկայից դուրս, ասենք մենք Եվրոպայում ապրողներս կամ ինձ թվում է երևի Հայաստանին էլ մյուս երկրների ապրողների համար, այնքան որ Ամերիկան իմանա իր երկրի քաղաքացի չես, դրա համար է, դա պարտադիր պետքա լրացվի։ Այդ այդպես, սիրելիներս, հետո, հա, այնտեղ գիտեք ինչ, հետո բան անում, ուղարկում է մեզ այդ Google YouTube-ը մեզ նաև բան ուղարկում post-ովի դեպ, այսինքն մենք երբ որ լրացնում ենք մեր տվյալները, բանկային հաշիվը, հասցե բան, ամեն ինչը լրացնում ենք, որպեսզի ստուգի հաստատ այդ մենք ենք ճիշտ է, որ տեսնի իրոք ամեն ինչ ճիշտ է, բանա post-ով մեզ կոդ է ուղարկում, այդ կոդը մենք հետո լրացնելու ենք արդեն, որ փողի համար էլի, որ ամեն ինչ ճիշտ լինի, էլի, չգիտեմ, այդ քայլերը ոնց որ ինքը ասում է, մենք այդպես անում ենք։ Ու հաշվի համարն էլ որ լրացնում ենք, այնտեղ եթե չեմ սխալվում, մի ցենտ կամ ինչքան մի չնչին գումար է փոխանցում YouTube-ը, որ մի հատ ստուգի տեսնի այդ հաշվի համարը գործող է, էլի, աշխատող բանա, ճիշտ հաշվի համարը, հետո որ հետո արդեն ամսական փոխհավաքվի, փոխանցի հաշվի վրա։ Իսկ թվում է այստեղ ամեն ինչ ասեցի, փողը որտեղից է առաջանում, գովազներից է առաջանում փողը, հա մի բան ասեմ ժողովուրդ ջան, այսպես ինչի հիշում արագ ասում եմ կներեք էլի, երբ մի քիչ խառնալ լինում, արագ ասում եմ, որ շատ զբաղված եմ, իսկ խոստացել եմ այսօր այս վիդեոն լինի դրա համար, այսօր ուրբաթ է, դրա համար այսպես արագ ոնց որ միջանկյալ ձևով սարքեցի։ Ուրեմն գումարը ինչից է առաջանում։ Նախ ասեմ գումարի չափը կախված է թեմայից, թե ինչ թեմայով է, որովհետև եթե օրինակ ֆինանսական կամ ինչ-որ տեխնոլոգիաների ինչ-որ այդպես, չգիտեմ, ինչ թեմաներով է, դրանց գումարը բարձր է բնականաբար։ Իսկ այսպես սովորական վիդեոներինը ցածր է, կարա լինի կախված տարածաշրջանից, կախված գովազդների տեսակից, գովազդատուների վճարած գումարի չափից, կարա լինի 1-ից 5,000 դիտումի համար 1-ից 5 դոլարից մինչև ավելի ուրեմն նշել եմ այստեղ ինչքան միջինը ասեմ, որ ճիշտ լինի, ժողովուրդ ջան, YouTube-ը վճարում է 1-ից 5 դոլար 1000 դիտման համար, իսկ այն մյուսների համար, որ ասեցի, ավելի շատ 10-ից 20 դոլար ու ավելի շատ գումար է վճարում, այն տեխնոլոգիաների մասին, չգիտեմ, ինչ-որ բարդ թեմաներով երևի։ Ուրեմն կարևոր բան շատ, ինչ չի կարելի անել, եթե չեք ուզում ալիքը չբացված փակվի, ուրեմն չպետք է օգտագործեք ուրիշի կոնտենտը, չպետք է ուրիշի նկարները, ուրիշի վիդեոները, ուրիշի երաժշտությունը, մենակ այն, ինչ որ կարելի է, ասենք, անվճար կարելի է օգտագործել, ոնց որ ես ասեցի, audio library-ում երաժշտություն ներբեռնել կամ էլ նկարները օրինակ Pixabay-ից կարելի է ներբեռնել։ Հետո ինչ էլ, հա հետո արդեն դե բնականաբար եթե վտանգավոր թեմաներ լինեն, չի թողնի օրինակ սիգարետ չի կարելի, որ երևա վիդեոյի մեջ եւ այլն եւ այլն։ Հա ինձ թվում է ամեն ինչ ասեցի, սիրելի բարեկամներ։ Այ հիմա տեսակ այսպես արագ ասեցի ու միանգամից կանգ առա։ Մի կում սուրճ խմեմ, մի հատ մտածեմ ինչ ասեցի։ Ինձ թվում է այս անգամ ամեն ինչ ասեցի։ Ժողովուրդ ջան, դրա համար երբ որ դուք հարցնում եք, ասենք 10,000 դիտում Հայաստանում ինչքան են ստանում, անկեղծ ասած Հայաստանում ես չգիտեմ հիմա, այս որ Ռուսաստանում բանա չեն աշխատում, գումար արդյոք Հայաստանում աշխատում են, ես չգիտեմ, այ դա լավ կլինի, որ Հայաստանում նկարող վլոգերները ասեք խորհուրդ տվեք, թող մյուսներն էլ աշխատեն, ժողովուրդ ջան, ոչ մեկիցս չեն տանում, չէ, ասենք ինչ որ մենք աշխատում ենք, հո մեր փողերը չեն տանում, թող YouTube-ը վճարի, ինչի չվճարի, թող մեր սիրելի հայրն ու հայուհիները փող աշխատեն, ինչի չաշխատեն։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, հուսամ այս անգամ ես կարողացա ավելի շատ ինֆորմացիա տալ ալիք բացելու համար, ալիք բացելու մասին։ Եթե կա էլ ինչ-որ կարևոր բան, որ ես բաց թողեցի, ներող կլինեք, գրեք, նորից առանձին ասեմ հաջորդ մեկ ուրիշ վիդեոյի մեջ։ Մնացած հարցերին ես առանձին կանդրադառնամ, ասեք, որ ծաղիկներս շատ սիրուն են, շատ։ Իդեպ այս չինականները հոտ ունեն, բայց այս գեղեցկուհիները հոտ չունեն, բայց դե ոչինչ։ Այդպես իմ թանկագին բարեկամներ,
Նորից ու նորից շնորհակալ եմ ձեր ջերմ մեկնաբանությունների համար, անչափ շնորհակալ եմ սիրելիներս, ինչքան բարի սիրտ ունեք, այդ ձեր բարի սրտով, այդ ձեր ցանկությունների կրկնակի ավելը թող Աստված ձեզ տա։ Լավ եղեք, թանկագին բարեկամներ, ակտիվ եղեք մեկնաբանությունների մեջ, մեկնաբանություններ գրեք, լայքեք, այդ դրանք ասում ենք զուտ, որ ալիքը տարածվի մեծանա, այդ դրա համար ենք ասում։ Հուսամ, որ այս իմ վիդեոյով ինչ-որ մեկին օգտակար կլինեմ ու կկարողանա վերջապես իր ալիքը բացի, մի վախեցեք, մի կաշկանդվեք, բացեք, սկզբում դժվար է, հետո սովորում եք, ինչ էլ որ լինի, զբաղմունք է էլի, համ էլ շատ հաճելի զբաղմունք է, համ էլ հիմա աշխարհում մենք սփռված ենք ու կարողանում ենք մեկս մյուսից աշխարհի մի ծայրից մյուսը տեսնել։ Ես էլ հարազատներ ունեմ Ամերիկայում, դե բնականաբար Հայաստանում ու Ռուսաստանում, տարբեր երկրներում հարազատներ ունեմ ու այսպես կարողանում են նաև ինձ, նաև մեզ տեսնել։ Այդպես իմ թանկագին բարեկամներ, հիմա երևի իրոք չընդհատեմ, վերջ ասեմ, որովհետև ինչ որ գիտեի ասեցի, ժողովուրդ ջան, լավ մնացեք, գրեք ձեր մեկնաբանությունները, էլի կանադառնամ, հաջողություն, ամենալավն եմ ցանկանում ձեզ։